Գիտեք, Ռոբերտ Քոչարյանին անդրադառնալը նախ մարդկային առումով շատ տհաճ է ինձ համար նրա անունն անընդհատ արտաբերել, որովհետև մեր հայրենակիցների մոտ էլ բնական զզվանք է առաջացնում Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունը։ Եվ Ռոբերտ Քոչարյանը 7 տարվա ընթացքում նույն երգն է երգում տարբեր ինչ-որ ելևէջներով։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, Նիկոլ Փաշինյանի հեռանալ, մարտի 1-ի համար չզղջալ։ Գործող վարչապետը ոչ մեկ շանս ունի, հատի ինչպես ինչ հիմքով եւ շատ արխային ձևով, այսինքն մենք պիտի։ Դե գիտեք, Ռոբերտ Քոչարյանն այն անձնավորությունն է, որ հետ հաշվարկ էր սկսել 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ հետ հաշվարկային օրեր էր նշում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այսքան է մնացել։ Ու ինչ։ Քանի դեռ ես մի բան կարող եմ ասել, քանի դեռ քաղաքական դաշտում կա Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակից քաղաքական գործոնի վերածված գործիչ, քանի դեռ քաղաքական դաշտում կա Սերժ Սարգսյան, գերագույն գլխավոր մերժված, քանի դեռ քաղաքական դաշտում կան ինքնասառեցված տերտերներ եւ 5-րդ Շարասյանը հարող ուժեր, վստահեցնում եմ ձեզ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցավոք սրտի այդ համատեքստում, եթե մենք դիտարկենք եւ այդ համատեքստում մեր հայրենակիցները գնան եւ ընտրություն կատարեն, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը հավերժ իշխանություն ունի։